հայրենիքից մի մաս կորցրել ենք 44 օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որը ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է, եւ ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես էլի գեղեցիկ ձևակերպված նախադասություն։ Այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասել։ Ես ավարտեմ 2025 թվականի մարտի 1-ը այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Թվում է թե շատ տրամաբանական բան է, չէ՞, ինչ կա մի հատ էլ զարմանալու, որ մի հատ էլ գլուխ ենք գովում, անկախ պետություն ենք, բնականաբար մեր սահմանին պետքա կանգնի մեր սահմանապահները։ Այդ որոշումը ես եմ կայացրել, ես կայացրել եմ 2024 թվականին։ Ես կարող էի այդ որոշումը կայացնել 2019 թվականին, երբ որ թվում էր թե քաղաքականապես եւ բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ եւ շատ ավելի պինդ եմ։ Ոչ, ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018 թվականին, 19 թվականին, 20 թվականին, չէի կարող պարզապես։ Մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա այդպիսի բան տեղի ունենա։ Իսկ 2024 թվականին ես կարող էի եւ կայացրել եմ այդ որոշումը, մենք շնորհակալություն ենք հայտնել Ռուսաստանի Դաշնության այս ընթացքում մեծ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ գիտեք ինչ, մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը ինքներս կարող ենք վերահսկել։